Երրորդ օրն է խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ պատգամավորներին առավոտից սպասում են Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության դեմ պայքարող ցուցարարները։ Իշխող հանրապետական խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանը երեկվա ակցիայից հետո միտքը չէր փոխել, էլի ուզեց ապտակել ակտիվիստին։ Ամոթը քեզ հայտաղա, այս ժողովուրդը մեղ կա, որ երկիրն է ձեզ հովանավորում, որ դուք այս հայտարարություններն անում եք։ Կարախանյանը խորհրդային շրջանի այլախոհ է, սովետական միության դեմ է պայքարել։ Հիմա ասում է նժարին է դրված հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ Սիրեցյալ Եվրոպան, որտեղ որ ամեն տեսակի վարքեր ու բարքեր են մտցրել։ Ինչը ուզում եք բերենք դրանք մտցնենք ստեղ։ Նիստի շտապող մեկ այլ հանրապետական Մանվել Բադեյանը սպառնաց։ ՀՀԿ-ից Կարեն Ավագյանին դուր չեկան այրվող փուչիկների մասին հիշեցումները։ Ինչա՞, ով էր ասում, ինչ ես ասում։ ԵՏՄ-ին կողմեք, թե դեմ հարց ենք տալիս, եք դրան պատասխանեք։ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին ամոթ եւ դավաճան վանկարկումները չընկճեցին։ Դավաճան ասացին, Տիկին Սարգսյան։ Ճիշտն ասած չեմ վիրավորում, որովհետև ես գիտեմ, որ դավաճան չէ։ Ընդդիմադիր կոնգրեսի մեկ այլ պատգամավորի 25 տարի առաջ Հայաստանի անկախության հռչակագիրն ընթերցած Արամ Մանուկյանի համար երիտասարդները պատրաստել էին խորհրդանշական չանկախության կամ հակաանկախության հռչակագրի տեքստը։ Անցան տարիներ եւ ես սկսեցի պայքարել անկախության դեմ։ Անդամագրելով Հայ ազգային կոնգրեսին սկսեցի պաշտպանել Ռուսաստանի շահերը։ Երկար ժամանակ էր պետք, որ հասկանայիմ սխալը, որի համար ցանկանում եմ ներողություն խնդրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ Բարգավաճ Հայաստանից տնտեսագետ պատգամավոր Միքայել Մելքումյանը շենք մտնելուց առաջ չթաքցրեց, դեմ չէ Կրեմլի հետ տնտեսական դաշինք կազմելուն։ Հայաստանը չվաճառե։ Անկախությունը չի կորում, դու էլ էժանագին բաներ մի ասա։ Մելքումյանի գործընկերը ԲՀԿ խմբակցության պատգամավոր գործարար Գուրգեն Արսենյանը շարունակեց. Սեպտեմբերի 3-ից էլ շուտ է ասել, մեր ճանապարհը եվրասիականն է, առաջին հերթին հայ ժողովրդի անվտանգության համար։ Ամբողջական իշխանափոխության մասին հայտարարած Բարգավաճ Հայաստանի պատգամավորին զարմացրեց ցուցարարներից մեկի պնդումը իշխանափոխության մասին։ Պայմանագիրի միայն ոչ, դուք ձեր փաստարկներով չեք կարող փոխել իմ համոզմունքը։ Իշխանափոխությունը դուք ձեր հայացքը չեք փոխելու։ Ինչ իշխանափոխություն։ Լինելու է այդ իշխանափոխությունը եւ կարող է պատասխան տալու ժամանակ։ Ակտիվիստ Զարուհի Հովանիսյանի հայտարարությունը, թե ընտրություններին Բարգավաճ Հայաստանը փող է բաժանել, Արսենյանին արդեն զայրացրեց։ Երկրում մնացել են մենակ լեզվին տվողները, դրա հետևանքն է մեր այս վիճակը։ Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե Հայաստանի այս բռնակցման համար պատասխանատու են նաև կողմ քվեարկող ընդդիմադիրները, կյանքի կոչելով Սերժ Սարգսյանի ապօրինի ստորագրությունը։ Պահանջում են հրաժարական Սերժ Սարգսյանին, ցանկանում են ազատվել Սերժ Սարգսյանից, բայց միևնույն ժամանակ նրանք սպասարկում են Սերժ Սարգսյանին։ Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանն էր հերթով մոտենում պատգամավորներին։ Ասում է, կողմ կոճակը սեղմելով հայոց պատմության դավաճանների շարքին են դասվելու։ Մեր ուժան արդյունը, վասակցությունը, պետոս գետադարձի կողքին։ Մկրտչյանը հիշեցնում է Ղրիմի բռնակցումից հետո տասնյակ պետություններ երես են թեքել Մոսկվայից, Հայաստանն էլ է դառնում քաղաքակիրթ աշխարհից մեկուսացած երկիր, էլ չասած ռուսական փլուզվող տնտեսությունը։ Պատգամավորներն ինչ խղճով են վավերացնելու ստորացուցիչ պատմական խայտառակությունը։ Ոչ մի ժողովուրդ ինքնական չի հրաժարվում պետականությունից։ Սա կարծում եմ արդեն վերջին փուլն է, վերջին հանգրվանը։ Ակտիվիստ Զարուհի Հովանիսյանի համար կասկածից վեր է, որ ինտեգրվում են կատարյալ բռնատիրական կառույցի, ընդ որում ոչ միայն տնտեսական։ Բավական է միայն տեսնել, թե որքանով են պաշտպանված մարդու իրավունքները Մոսկվայում, Մինսկում եւ Աստանայում։ Մի պահի շրջվելու են եւ գնան իրենց հոգեհարազատ ակումբ։ Տնտեսական իմաստով հայկական ժամանակի մեկնաբան Հայկ Գևորգյանի համոզմամբ Հայաստանն այս միությունում դառնալու է Ռուսաստանի թույլ զարգացած փակուղու մեջ հայտնված մարզերից մեկը։ Հոդս են ցնդելու Սերժ Սարգսյանի հավաստիացումները, թե 170 միլիոնանոց շուկան է բացվում մեր առջև։ Ճիշտ հակառակը, կտրուկ բարձրանալու են այդ երկրներից ներմուծման ծավալները, արտահանումը հասցնելով նվազագույնի։ Մենք փակում ենք մեր շուկան ըստ էության 6 միլիարդանոց տեսության առաջ աշխարհի, դրանից ես ոչ մի լավ բան չեմ սպասում։